Ինչ շոր։ Ձեր հագուստ է, որ հայտարարում եք, որ բոլորը նվիրում եք, չգիտեմ ու։ Այդ շորերը ես այդ պահին չեմ, այդ էլ լավ չեք լսել։ Դուք դա էլ լավ չեք լսել։ Ես ասել եմ, որ այս ամբողջ ընթացքում իմ հագուստը եղել է դիզայներները ինձ տրամադրել են հագուստ, որը ես կրել եմ տվյալ միջոցառման ժամանակ եւ արդեն վերադարձրել եմ։ Շատ եմ ուզում ուղղակի լսել եւ հասկանալ լսածը, ոչ թե ասոցացնել։ Ես կարող եմ ընդունել, որ ես լավ չեմ խոսում, ես կարող եմ ընդունել, որ մեր հայտարարությունը, ես կարող եմ ընդունել, ես չեմ հավակնում ասել, որ միշտ մենք ենք ճիշտ դուք սխալ, բայց ուզում եմ պայմանավորվենք, կարդանք, լավ գուցե մեր տեղը գիտեք կարող եք զանգել, հարցնել, եթե մի բան մենք պարզ չենք ասում, արձագանքում ենք։ Կարող ենք։ Լավ, եկեք սենց պայմանավորվենք, առնվազն պրոֆեսիոնալ չի, որ հիմա իմ ներկայությամբ դուք սկսեք կարդալ ձեր համար բացա։ Հաջորդ ասուլիսի ընթացքում ես հուսով եմ, որ այս փուլում պայմանավորված, այո, հաճախակի ասուլիսներ կանենք, խնդրանքս այն է մի քիչ ավելի պատրաստված եղեք, գոնե թեմայի շրջանակում ինֆորմացիան կարդացեք, նոր եկեք։ Դուք հիմա կարդացիք, լավ, հիմա ես չեմ կարող հավակնել, որ դուք այսքան ոտի վրա խոսակցության ընթացքում ճիշտ եք հասկացել եւ չեմ ուզում ժամանակ կկարդաք հաջորդ ասուլիսի ժամանակ, ասեք։ Համեցեք։ Որևէ հայց այս բանը դեռ չի պատրաստվում, դեռ քննարկումների փուլում է։ Դե արդեն պատրաստվում են հայցերը։ Իրավաբանական թիմը արդեն պատրաստում է։ Այո, ես նշեցի։ Իսկ բարի մասով է Դանիել Յովհաննիսյանի։ Այո, երկու գործով։ Մեկը քրեական, մյուսը այո։ Դատարան թե դատախազությունը ոնց է այդ ընթացակարգում։ Դե եկեք հետևեք իրադարձություններին, հետևեք մեր հայտարարություններին եւ կպարզվի ընթացից։ Երբ որ դուք մեջտեղ հիշեցիք նաեւ 2022-ը եւ ասացիք, որ ոնց էր ժամանակ բայց ոչ ոք եւ այլն, դուք ինչ եք կարծում, ինչու է հիմա անկախ դիտորդը նման հայտարարություն արել եւ այն ժամանակ դատարանում կպարզենք։ Ես չունեմ գնահատական, եթե ես ունենայի գնահատական, հղում չէի անի օրենքներին, հղում չէի անի եւ դատարանին չէի դիմի եւ դատարանով չէի ուզենա բարձրաբանումները ստանալ, այսինքն ես չեմ ուզում էլի ասեմ ասոցացվում է, ես չեմ ուզում դա անել։ Դա իրավական գործընթաց է եւ բոլոր հարցերը եւ պատասխանները կհնչեն դատարանում, գուցե հնչեն այնպիսի պատասխաններ, որ միանգամայն արդարացված լինեն եւ ես ընդունեմ, որ ոչ մի ոտնձգություն իմ դեմ տեղի չի ունեցել։ Գուցե դա process է, որ պետք է դատարանում երևա։ Եվ եկեք առաջ չանցնենք իրադարձություններից։ Եթե հարցերը ավարտվեցին, համեցեք։ Տիկին Հակոբյան, տեսեք, ձեր հիմնադրամի այդ նվիրատուների մասով հարց հնչեց, բայց չասեցիք, մի մասը գաղտնի են պահում նվիրատուների, մի մասի անունները հայտնի են եւ երբ որ այդ հիմնադրամը բացվեց, տեսանք հայտնի անուններ, ունենք Սամվել Ալեքսանյանը, Սասի Արտակը, մյուսները, բոլոր հնչեղ անունները, որ նախկիներում կա եւ ձեր կոմիսիա ձեր ամուսնու կոմիսիա թիրախավորում են ստորագրող ու պատգամավոր, այսօր այսպես ասած մուծում են ձեր հիմնադրամին։ Սա ինչպես է նախ տեղի ունենում, դա չասենք մուծում են, ասում են, չգիտեմ, գումարներ են փոխանցում։ Հիշում եք, ներողություն եմ խնդրում, հարցը խնդրում եմ հիշում եք, որ ես 1 տարի կամ տարի ու կես առաջ հրավեր ուղարկեցի Հայաստանի բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին, հրավիրեցի գալ եւ քննարկել իրար հետ քննարկել, թե ինչպես մեր միջավայրը փոխենք, ինչպես անենք միասին, որովհետեւ ի վերջո լրատվամիջոցներն են ստեղծում այդ միջավայրը եւ ավելի բարեկիրթ դարձնենք, ավելի բարի դարձնենք, ավելի հանդուրժող դարձնենք, դա կրթվել է նորաձևի շարժման շրջանակում էր եւ բոլորը մերժեցին այդ հրավերը։ Ինչ եմ ուզում ասել, երբ որ լրագրողը հարցը ձևակերպում է ասելով մուծվում է, դա ստեղծում է միջավայր, դա ստեղծում է նեգատիվ միջավայր բոլորիս համար, ոչ միայն իմ համար, բոլորիս, ընթերցողի, քաղաքացու, բոլորի համար եւ այս միջավայրը, որտեղ մենք բոլորս ապրում ենք, որևէ մեկին հաճելի չէ, առավել եւս որևէ մեկի կյանքը ավելի լավը չի դարձնում, եթե չասենք, որ բոլորի կյանքը ուղղակի պղտորում է։ Իմ հրավերը համարեք ուժի մեջ
եւ անժամկետ հրավեր է բոլոր լրատվամիջոցներին քննարկելու կարող ենք արդյոք մենք մեր միջավայրում խոսքի մշակույթը փոխել բոլորս միասին կարող ենք դա անել թե ոչ դա էլ կքննարկենք այդ ընթացքում եթե իմ մեկնած ձեռքը հակառակ կողմը սեղմի մենք բոլորս կնստենք Իմն էլ կքննարկենք, մյուսին էլ կքննարկենք, էականը չի ով ինչքան ինչ չափով, էականը կլինի արդյունք թե չէ, մենք կկարողանանք փոխել մեր միջավայրը եւ խոսքի մշակույթը փոխել, թե ոչ, դա եթե ոչ լրագրողները ով պետք է անի։ Ես ասում եմ, հիշեցնում եմ իմ հրավերը եւ ասում եմ անժամկետ հրավեր է եւ ուժի մեջ է։ Կարող եմ ավարտել հարցը։ Նեգատիվով ավարտեմ, հետո բացատրեմ ինչու եմ այդ ոճով հարցը տալիս, հետո դուք գնահատեք շատ լավ։ Երբ որ մուծվում են, այսպես ասած, ձեզ մարդիկ ասում են, որ առաջ Սաշիկին են մուծվում, հիմա Աննային են մուծվում։ Այսինքն ասում են մեր օրյա նորի Հայաստանի Սաշիկն է։ Վահե ջան, ես ներողություն, պետք չի ինձ այդ ոճով ասել, ներողություն, տես, իրոք ես հասկանում եմ, որ ինչ-որ սուր հարց, սուր անուններ, սուր տպավորություն թողնելը ցանկացած լրագրողի համար ցանկալի բան է։ Ինչ ասեմ, իմ համար անարժեք է։ Իմ համար դա անարժեք է եւ այս հարցով ուղղակի իմ արժանապատվությանը ուղղակի հարված է իմ արժանապատվությունը։ Ես չեմ կարող այս հարցին պատասխանել, որովհետեւ իմ ներկայությամբ այդ հարցը հնչեցնելը ուղղակի ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Ես ինձ զգում եմ նվաստացած, երբ որ իմ ներկայությամբ ես ուղիղ եմ ասում եմ այն ինչ որ ես զգում եմ։ Այս հարցը առաջի բառից մինչև վերջի բառը նվաստացնում է իմ ինքնասիրությունը, ոտնահարում է իմ արժանապատվությունը։ Եվ ես հարկ չեմ համարում բացատրել պատասխանել այդ հարցին, նույնիսկ երբ որ տարբերություն կա։ Խոսույթների մասին ասեցի, հրավեր եմ անում բոլոր խոսույթների մասին քննարկել։ Բոլոր մեր միջավայրի մասին եմ ես խոսում։ Մենք իրեն ենք հողում տալիս, չէ՞ որ ասում ենք սա շիկ, մի շիկ մնաց։ Լավ, համարենք, որ իմ հրավերը առնվազն Վահեի կողմից մերժված է, լսում եմ։ Հակոբյան, իսկ ինչ որ թվային